Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Ինչի է նման փիղը։ Մի մարդ փղին նստած գնում էր բենարես, ճամփին հանդիպեց մուրացկանների։ Մուրացկանները գալիս էին փղին դեմարդեմ, առանց ճանապարհը թեքելու։ «Հեռու ճամփից, էй», գոռաց մարդը։ «Բա չեք տեսնում, որ ձեր առջևից փիղ է գալիս, ախր կտրորի ձեզ»։ Մուրացկանները մի կողմ քաշվեցին և նրանցից մեկն ասաց. «Ինչ իմանանք, որ մեր առջև փիղ կա, մենք բոլորս էլ ծնված օրվանից կույր ենք»։ Իսկ երկրորդ մուրացկանն ասաց. «Պատվելի բարեկամ, չեք ասի մեզ, թե ինչի է նման փիղը»։ «Մոտ եկեք ու շոշափեք նրան», ասաց փղի տերը, «կարող եք պատկերացնել, թե փիղն ինչպիսի գեղեցիկ կենդանի է»։ Կույրերն այդպես էլ արին, մոտեցան փղին ու սկսեցին շոշափել։ Մեկը ձեռք տվեց պոչի ծայրին, մյուսը ոտքին, երրորդը ականջին, չորրորդը կնճիթին, իսկ հինգերորդը կողքին։ Երբ փղի տերը գնաց, առաջին կույրը, որ շոշափել էր փղի պոչի ծայրը, ասաց. «Երևում է, որ փիղը նման է մի փոքրիկ ավելի»։ «Ինչ ես մոգոնում», զարմացավ նա, որ շոշափել էր փղի ոտքը։ «Փիղը նման է մի գերանի»։ Երրորդ կույրը, որ շոշափել էր փղի ականջը, բացականչեց. «Երկուսդ էլ հիմարություն եք դուրս տալիս, փիղը նման է լոտոսի մեծ տերևի»։ «Հիմարներ», գոչեց չորրորդը, որ շոշափել էր փղի կնճիթը, «փիղը նման է հաստ ճոպանի»։ Հինգերորդ կույրը, որ շոշափել էր փղի կողքը, սկսեց ծիծաղել. «Դուք իսկապես այնպես սարսափեցիք, որ մինչև անգամ չմոտեցաք նրան։ Իմացեք, որ փիղը նման է մի բերդի պատի»։ «Այդ արդեն չեղավ», կրկին գոռաց առաջինը, «փիղը նման է փոքրիկ ավելի»։ «Գերանի», ասաց երկրորդը, «Չէ, տերևի», կրկնեց երրորդը, «Ոչ, ճոպանի», գոռաց չորրորդը, «Բերդի պատի», պնդեց հինգերորդը։ Արևը թեքվեց դեպի մայրամուտ, իսկ կույրերը դեռ վիճում էին։ Մութն ընկավ, իսկ նրանք էլի գոռգոռում էին. «Փիղը նման է փոքրիկ ավելի, չէ գերանի, տերևի, չէ ճոպանի, ոչ բերդի պատի»։ Սկսվեց նոր օրը, բայց մեր կամակորները չէին հեռանում ճամփից, փոշու մեջ նստել ու զայրացած վիճում էին. «Փիղը նման է փոքրիկ ավելի, չէ գերանի, չէ տերևի, ոչ ճոպանի, չէ բերդի պատի» և այսպես շարունակ։ Ասում են, որ նրանք մինչև օրս էլ նստած են ճամփին և անվերջ վիճում են, թե ինչի նման է փիղը։